Շնորհակալություն։ Պարոն Դավթյան, այսօր ինչ ակնկալիքներ ունեք, ինչ սպասելիքներ ունեք։ Եկեք ես կանխատեսումներ չանեմ, որովհետև անկախ նրանից դա կլինի բացասական թե դրական, կարծում եմ, որ դա կարող է դիտարկվել որպես դատարանի վրա հավելյալ ճնշում, ու որպեսզի նման խնդիր չառաջանա, մարտի դաշտը դատական առումով իհարկե մենք վստահում ենք մեր իրավաբաններին, մեր փաստաբաններին, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով եւ գիտելիքներով կարող են ճիշտ պաշտպանել մեր ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ 9 ամիս է արդեն Սամվել Կարապետյանը կալանքի տակ է, որը սկզբում բանում էր, կալանավայրում էր, հետո տնային կալանք, ամեն դեպքում խափանման միջոցը կալանքն է։ Ինչու են վախենում Սամվել Կարապետյանից, հա, ինչ պիտի անի Սամվել Կարապետյանը ազատության մեջ, որ այս իշխանությունները նախընտրում են սահմանափակել նրա իրավունքները։ Տեսեք, ամենավառ օրինակը, որ կարող եմ բերել, դա վերջին տարիներում մեր ժողովրդի կողմից պարբերաբար պնդվող եւ առաջ քաշվող նոր ուժի եւ նոր քաղաքական ղեկավարի պահանջն է, ու սա ակնհայտ փաստ է, այսինքն ժողովուրդը տեսնելով, որ տարիներ շարունակ ցավոք սրտի մեր քաղաքական ուժերը չկարողացան բան փոխել, նոր ուժ են ցանկացել եւ Սամվել Կարապետյանի եւ հնարավորությունները եւ ազգային արժեքները այնքան բարձր են, որ կարող է անիվը այս մեր անկման եւ կործանման կանգնեցնել առնվազն։ Մենք գիտենք, որ դրանից հետո շատ ավելի ծանր աշխատանք է սպասվում, մենք չունենք այնպիսի հեշտ պատկերացումներ, որ իշխանության գալուց հետո 1-2 օրում ինչ-որ դրական մեծ փոփոխություններ են լինելու, բայց Սամվել Կարապետյանի ներուժը եւ հնարավորությունները նաեւ բանակցությունների առումով գիտելիքները այնքան բարձր են, որ այս իշխանությունը գիտակցում է, որ նախ ջրի երես են դուրս գալու իրենց կողմից կատարված ապօրինությունները, պայմանավորվածությունները, որոնք հակասում են մեր հայ ժողովրդի շահերին, եւ երկրորդով արդեն այս մարդը իր հնարավորություններով կարողանալու է ասել ոչ, ասել, որ դա մեր ժողովրդի ազգային շահերին դեմ է։ Մենք չենք համաձայն այս կամ այն պայմաններին կամ առաջարկություններին, հետեւաբար դա մեր երկրին արդեն 8 տարի է մեր երկիրը քամվում է, մեր երկիրը ենթարկվում է տարբեր հալածանքների, տարբեր ոլորտներով եւ այն իրավիճակը, որ հիմա մենք ունենք, պարզապես անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի ամբիոնից բողոքեց ներքաղաքական խնդիրներից, եկեղեցուց, հոգևորականներից, ընդդիմադիրներից, հնարավոր անհնար ամեն ինչից։ Ինչն էր իր մոտիվացիան, ուզում էր աջակցություն ստանալ միջազգային եկեղեցու դեմ արշավանքների համար, ինչն էր խնդիրը։ Ես կարող եմ այսպես եմ ընկալում այդ հարցի պատասխանը, տեսեք, նախ ու առաջ գիտենք, որ շատ են ճնշումներ եղել դրսից եկեղեցու մասով, մենք նույնպես մասնակցել ենք ԱՄՆ-ում միջոցառմանը, որտեղ ներկայացվել է ճնշումները մեր եկեղեցու նկատմամբ, արդեն կա, քանի ամիս է արդեն կա այդ ճնշումը, միջազգային ճնշումը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, որ դա ուղղակի չի տեղավորվում բանականության մեջ եւ կարծում եմ, որ այդտեղի ելույթը նաեւ փորձեր բալանսավորելու են ճնշումները, որոնք որ կան դրսից, այսինքն էլի հերթական մեղավորը ինքը չի, առաջի պատասխանատուն ինքը չի ու ինչ որ երկրորդ, երրորդ կամ չորրորդ մարդ է։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի թիրախները եւ արշավանքը պայմանավորված է միայն ազգային արժեքներով։ Մենք լավ հիշում ենք, 18 թվականից մինչեւ 26 թվական տարբեր եւ պատերազմ բերելու իրավիճակը եւ տարածքների հանձնումը եւ առասարակ արժեքային համակարգի զեղչումը Հայաստանի Հանրապետությունում։ Հետեւաբար ձեր կողմից մատնանշված հարցը կարծում դրանով է պայմանավորված։ Իսկ իրատեսական համարում եք կամ հնարավոր է, որ ընտրություններից առաջ օրինակ իշխանությունը գնա մոլդովական սցենարով կոնկրետ ձեր ուժի համար ստեղծելով խնդիրներ։ Այս հարցը քննարկվել է պատրաստեք դրան։ Այսպես ասեմ, մենք մեր թիմով քննարկել ենք շատ հարցեր, ինչպես ասում եք, չէ, ունեք պլան C, մենք ունենք պլան E, պլան F-ը ու այդպես շարունակ, մենք չենք վախենում կամ մտածում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեզ այս կամ այն ճանապարհով արգելել ու նաև նշեմ, որ դա պարզապես ապօրինի գործողություն է լինելու եւ վստահեցնում եմ ձեզ, որ մեր քաղաքական ուժը ունի այդ հնարավորությունները եւ կանխատեսելու եւ կանխարգելու ապագայում սպասվող մեզ համար Նիկոլենց մարտահրավերները, այսպես ասեմ։ Շնորհակալություն։ Ձեզ լավ է։ Տրիբյունայի մի հարգ ես տեղեկացնեմ, որ